Պարոն Սողոմոնյան, բարև ձեզ, ձեր եթերում ենք, պարոն Սողոմոնյան, ձեր ներկայությունը այսօր այստեղ ինչով է պայմանավորված, որովհետև Նիկոլ Փաշինյանի հատկապես վերջին գրառումից հետո տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ ճիշտ գտան, որ պետք է գալ եւ այստեղ դիմավորել ամենայն հայոց կաթողիկոսի։ Շնորհակալություն, մի քանի հանգամանքով է պայմանավորված, առաջինը սահմանադրությունը պաշտպանելու մտայնությամբ եմ ես այստեղ եկել, որովհետև այն գործողությունները, որ անում է Նիկոլ Փաշինյանը, տապալում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Միջամտելով հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին, դրանով Փաշինյանը խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության 17-րդ հոդվածով կրոնական կազմակերպությունների համար երաշխավորված ինքնավարությունն ու ազատությունը։ Եվ այս գործողության մյուս մասնակիցներին, այսպես կոչված այդ նախաձեռնող խումբը, որ իր կոչով, կարգադրությամբ թե հրամանով ստեղծվում է, այդ մարդիկ էլ պետք է իմանան, որ իրենց գործողությունների համար պատասխանատվություն են կրելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով, 209-րդ հոդվածով, որովհետև այդպիսի գործողություններով իրենք խոչընդոտում են կրոնական կազմակերպության բնականոն գործունեությանը։ Եվ սա առաջին հերթին, երկրորդ հերթին, որպես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու զավակ, հետևորդ, այստեղ եմ, որովհետև բարոյական առումով իմ պարտքն է աջակցել իմ եկեղեցուն որպես ինստիտուտի եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, որովհետեւ նվիրապետական կառույցի գործունեության այն կարգը, որ հնուց ի վեր, դարեր ի վեր սահմանված եղել է, չի կարող մի պատահականության կողմից շեղվել։ Եվ մենք այստեղ ենք նաև, ես ոչ միայն ես, նաև Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման շատ անդամներ եւ համակիրներ, որպեսզի պաշտպանենք այն կարգը, որը որ դարեր ի վեր սահմանված է եղել։ Այն, ինչ որ անում է Փաշինյանը եւ նրա մերձավորները, վիրավորում է իմ կրոնական զգացմունքները եւ ես դրա համար այստեղ եմ աջակցություն հայտնելու հայոց ազգընտիր հայրապետին։ Շնորհակալություն։